Մեծարգո վարչապետ, հարցս ձեզ է ուղղված։ Մարտի 1-ի արյունալի դեպքերից ավելի քան 17 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրեց, որ 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Երևանի կենտրոնում սպանվել են պետության կողմից։ Այսինքն ոչ համաչափ գործողությունների արդյունքում, ոստիկանական գործողությունների արդյունքում, մարտական փամփուշտների կիրառման արդյունքում եւ այլն։ Նաեւ ՄԻԵԴ-ը արձանագրեց, որ պետությունը պատշաճ հետաքննություն չի իրականացրել եւ չի փնտրել եւ չի դատապարտել ոճրագործներին։ Ու քանի որ այս վերջին հատվածը նաեւ այսօրվա պետությանն է վերաբերում, դատապարտելու հատվածը, ապա կխնդրեմ մեկնաբանեք, թե ինչպես պետք է այսօր Հայաստանի Հանրապետությունը արձագանքի ՄԻԵԴ-ի այս կարևոր ծանրակշիռ որոշմանը։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետը, խնդրեմ պարոն Փաշինյան, համեցեք։ Շնորհակալ եմ հարցի համար։ Այնտեղ նաև արձանագրված է, որ ըստ էության պատշաճ քննություն չի արվել այդ մահվան դեպքերի։ Եվ ես կարծում եմ, գիտեք, ընդհանրապես դատավարական process-ում գտնվող գործերի հետ կապված մեկնաբանություններ անելը մի քիչ անշնորհակալ գործ է, բայց ես իրավական մեկնաբանություն չեմ անի, ես կանեմ քաղաքական մեկնաբանություն։ Էդ էլ ազդակա, տեսեք, այսօր մեր դատաիրավական համակարգը պետք է ապահովի, որպեսզի նույն մարտի 1-ի զոհերի հարազատները մի հատ էլ չգնան Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ այսօրվա process-ների մասին պարզվի, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ասում է դատավարություն չի եղել, ֆարս է եղել, ձևական դատավարություն գնացել եկել, մեկը հիվանդա, մեկը ճնշում ունի, մեկը հայերեն չի հասկանում, մեկը ռուսերեն չի հասկանում, մեկը ոչ հայերեն է հասկանում, ոչ ռուսերեն է հասկանում, ու տենց ամիսներով բան են անում։ Ես մեր դատաիրավական համակարգի գործընկերներին ասում եմ, իմ տպավորությամբ, որ սենց գնանք, մի հատ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացնելու որոշում, որ 2024 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25 թվերին մարտի 1-ի գործով նորմալ դատավարություն չի արել։ Ինչ որ մարդիկ հավաքվել են, ջան ասել, ջան լսել, ձևական սիմուլյացիաներ արել ու թողել գնացել։ Մենք չենք կարող ասենց բան թույլ տանք, լավ հասկացանք, դատական համակարգը անկախ է, մենք խնդիր չունենք, էլի թող անկախ լինի։ Բայց էլի դրա պատասխանատվությունը ում վրա է քաղաքական։ Պետք է լրջանալ, չի կարելի սենց։ Եվ էլի եմ ասում, ես մեր այսօրվա դատավարությունը գնում է այն նախկին դատավարության ճանապարհով, որ գնա եվրոպական դատարանում ֆարսի կարգավիճակ ստանա։ Պետք է լրջանալ եւ այդ դատավարությունը պետք է դատավարության բոլոր մասնակիցներին լրջացնի եւ կոնկրետացնի։ Ես էլի եմ ասում, մենք չենք ուզում ոչ մի ձևով միջամտել, որովհետեւ ես այնքան շահագրգիռ եմ, որովհետեւ հասկանում եք, ես շատ շահագրգիռ եմ այդ գործով, ես չեմ ուզում այդ շահագրգռությամբ մի հատ էլ այդ շահագրգռությունը դառնա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, բայց սենց չի լինի, ժողովուրդ ջան, պետք է ավարտվի, չի կարա տենց լինի, չի կարա անվերջ անդադար այս process-ը ձգվի։ Ընդ որում ասում եմ, բացահայտված է, քրեական գործի վարույթը կա, որ բանակում, այդ թվում մարդկանց աշխատավարձեր են բաժանել, խմբեր են ձևավորել, ըստ էության ապօրինի խմբեր են ձևավորել, ով է հրամանը տվել, ինչ է արել եւ այլն, լավ ինչքան կարելի է այս ամեն ինչ, այս ֆարսը ինչքան կարելի է ձգել։ Հա, ասինքն ուզում ենք մի հատ էլ գնանք անդադ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ կլինի մի անգամից այդ գործը տանենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իրանք քննեն պրծնեն։ Արձագանք։ Ինչ վերաբերում է նաև ձեր շահագրգռվածությանը, ՄԻԵԴ-ը նաև մի արձանագրում է արել, որ ժամանակին պետության կողմից ներկայացրած նարատիվները համոզիչ չեն ՄԻԵԴ-ի համար։ Այսինքն, այնպիսի նարատիվներ են ներկայացվել, որոնք միտված են եղել քողարկելու իրականությունը, ինչը արձանագրել է ՄԻԵԴ-ը։ Եվ նաև բարիկադի մյուս կողմում գտնվող մարդկանց վրա բարթելուն է միտված եղել ոճրագործությունը։ Ես էլ էր կարևոր։ Այդ արդեն քանի տարի է անցել,
17 տարի անցել է, 17 տարի ասում են վիդեոներ կան, որ ցուցարարների միջից բան ա եղել, կրակոց ա եղել, էս ա եղել, այն ա եղել։ Լավ էր մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրեց, որ տենց բան ընդհանրապես գոյություն չունի, տենց որևէ հիմնավորում չկա եւ գոյություն չի ունեցել։ Մարդկանց ուղղակի գնդակահարել են։ Ուղղակի գնդակահարել են, մյուսներին ընդ որում կոնկրետ թիրախ չեն ունեցել, որ այսինչ անին։ Գնդակահարել են, ասեն առաջին պատահածներին գնդակահարեք, որ մյուսները ահաբեկվեն։ Հիմա մենք ընկել ենք բան, վաղեմության ժամկետ, չգիտեմ ինչ վաղեմության ժամկետ։ Դա ահաբեկչական ակտ է, որը պետք է կոնկրետ գնահատականի արժանանա։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։